Haren yelav kanit mushmushotog nardasvet Kanach dashti tachkum knanush anush buyt baret Merkuli havken yelan taran debi vert Uirenzet yerkas taran Հետագայում դարերի կողքից պահպանված երկնես հասած սոցիալի անտառը 1958 թվականից ստացել է արգելոցի կարգավիճակ։ Հանդիսացել է օրբելյան իշխանների նստավայրերից մեկը։ Ամրոցում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին 15-րդ դարում եղել է գրչության կենտրոն և վանք։ Ամրոցը հայտնի է նաև Գևորգ Վարդապետի վերտաննով։ Եղել է նշանավոր իշխան և սպարապետ 10-րդ Mushmushotog nardasvet Kanach dashti tachkum knanush anush buyt baret Merkuli havken yelan taran debi vert Uirenzet yerkas taran yerkinim mavet Hayreni Խոսրովի անտառը ստեղծվել է դեռևս 4 դարում Խոսրով Կոտայ թագավորի հրամանով, այն համարվում է աշխարհի ամենահին արգելոցներից մեկը։ Թագավորը հրամայել է, որ այստեղ պահպանվեն բույսերն ու կենդանիները ապագա սերունդի հարստության համար։ Ժողովուրդը պատմում է, որ թագավորը ոչ միայն անտառ է ստեղծել, այլև այստեղ թաքցրել է գանձ։ Գանձը ոսկի կամ զարդեր չեն, ասում են այն պետք է գտնեն նրանք, ովքեր սիրում են բնությունն ու ցանկանում են այն պահպանել։ Ոմանք հավատում են, որ այդ գանձը նամակ է ուղղված ապագա սերունդներին։ Ասում են, Խոսրովը իր վանականների ու զորականների հետ հաճախ էր որսի դուրս գալիս այդ անտառում։ Մի անգամ որսի ժամանակ նրանք հանդիպում են մի անսովոր եղջերուի։ Կենդանին կանգնում է ու ասում. «Ես այս անտառի պահապանն եմ, եթե սպանես ինձ, անտառը կվերանա, իսկ եթե պահես ինձ, անտառը կմնա»։ Խոսրովի անտառի իսկական գանձերից մեկը բուսականությունն է։ Այստեղ աճում են կաղնի, հացենի, կեռասափշրուկ, վարդենի, կան նաև դեղաբույսեր՝ օշինդր ու սուսամբար։ Բույսերը ոչ միայն գեղեցկություն են պարգևում, այլև նաև սնունդ են կենդանիների ու մարդկանց համար։ Դրանք բնության կենդանի գանձարաններն են։ Անտառի մյուս գանձը կենդանական աշխարհն է։ Այստեղ կարելի է հանդիպել հայկական մուֆլոնների թռչուններից առանձնանում են փասախին եւ անգղերը, իսկ ամենահզոր բնակիչը կովկասյան ընձառյուծն է։ Կենդանիներն են մեր բնության թաքնված գանձերը։
Բայց եթե մենք չպահպանենք այս անտառը, գանձերը կկորչեն, շատ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում եւ վտանգված։ Այս սերնդի ամենամեծ առաքելություններից է սիրել ու պահպանել բնությունը, միայն այդ ժամանակ կշարունակի ապրել Խոսրովի անտառը։ Մասրենին իմ երկրի կերպարն է, ոչինչ չի ուզում, երաշտ տարին է լավ պտող է տալիս, մի քանի անգամ ծաղկում, կանաչում է սպիտակում, դեղնում կարմրում, խեղճ բաշխող բաթև փշեր ունի, օտարն ինձ պիտի ճանաչի Մասրենու թփով, ժայռի մեջ խրված, ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի, արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձի պոկել, Մասրենին ինքը չգիտի, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի, Մասրենին չգիտի և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին։ Երեխեք, եկեք, Գոռնու Հակոբը գանձը գտել է։ Հետաքրքիր է, թե ինչ կա այնտեղ։ Շատ հետաքրքիր։ Բացենք։ Ես Խոսրով Կոտակ, թագավոր հայոց, թող իմ խոսքն ապագայի որդիներին ու դուստրերին հասնի։ Պահպանեցեք բնությունը, քանզի այն է ձեր կյանքի շունչը։ Պահպանեցեք հայրենիքը, քանզի առանց նրա ժողովուրդ չկա։ Թող անտառները լինեն ձեր հզորության վկան, թռչուններն ու գազանները ձեր հավերժության ընկեր։ Սիրեցեք այս հողը, այն կպահի ձեզ։ Ահա իմ պատգամը, բնությունը եւ հայրենիքը թող լինեն ձեր ամենամեծ գանձը։